Աջակցություն թե միջամտություն ընտրական գործընթացներում Եվրամիության հանձնակատար Մարտակոսը Գյումրիում պարզաբանել է Հայաստանի ուղղությամբ իրականացվող եվրոպական նախաձեռնությունների բովանդակությունն ու նպատակները, հատկապես ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համատեքստում։ Կոսը լրագրողների հետ զրույցում նշեց, եվրոպական կառույցները տարիներ շարունակ աջակցել են օրինակ Մոլդովային ընտրական ենթակառուցվածքների, ինստիտուցիոնալ կարողությունների եւ կիբերանվտանգության ոլորտներում եւ այժմ նման փորձը փոխանցվում է նաեւ Հայաստանին։ Հանձնակատարը պնդել է, որ այս աջակցությունը չի կարելի դիտարկել որպես միջամտություն, քանի որ այն իրականացվում է Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությամբ։ So it is not an interference. Whatever we do it together with the government. Այսպիսով դա միջամտություն չէ, ինչ էլ որ մենք անում ենք կառավարության հետ միասին, սակայն շատ կարևոր է հասկանալ, որ մեր ժողովրդավարությունները հարձակման տակ են։ Օրինակ, հնարավոր է ունենալ նորմալ ընտրություններ, եթե ընտրությունների օրը հոսանք չլինի կամ եթե համակարգիչները չաշխատեն։ Ահա սա է այն պահը, երբ խոսում ենք կիբերհարձակումների մասին։ Եվրոպական միությունում կուտակված մեր փորձն ու գիտելիքները մենք այժմ փոխանցում ենք ձեր երկրին, որպեսզի դուք ինքնուրույն կարողանաք իրականում անցկացնել ընտրություններ։ Սա ժողովրդավարության ամենակարևոր մասն է։ Կարող եք պատկերացնել, որ գալիս եք ընտրությունների եւ ձեր ձայնը չի հաշվարկվում, կամ որ որոշ ձայներ գնվում են։ Մենք նման բան տեսել ենք նաեւ Մոլդովայում։ Երբ ես ավելի վաղ ասում էի, որ Ռուսաստանը միլիոններ է ներդրել, դա նաեւ քվեներ գնելու համար էր, ինչը նշանակում է, որ ընտրություններն այլևս արդար չեն։ Այսինքն, երբ ես ասում եմ, որ մենք օգնում ենք Հայաստանին, դա իսկապես նշանակում է աջակցել եւ ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, որպեսզի դուք կարողանաք անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ։ Եվրոպան պատրաստ է Հայաստանին մոտեցնել առանց վիզայի ռեժիմին։ Արդեն երկրորդ օրն է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը Հայաստանում է, այցի երկրորդ օրը վերջինս Շիրակի մարզում էր։ Այսօր մենք եղել ենք Շիրակի մարզի մի գյուղում, Շարասույց հացաբուլկեղենի արտադրամասում, որտեղ ես համտեսել եմ գաթա եւ ես գտա մետաղադրամը, բայց մինչ մետաղադրամը գտնելը սա իսկապես զուգադիպություն էր։ Սենյակում գտնվող տղամարդկանցից մեկը ասաց. «Եթե գտնեք մետաղադրամը, տիկին հանձնակատար, մենք պետք է ստանանք վիզաների ազատականացում»։ Այսպիսով սա է մեր այսօրվա պայմանավորվածությունը։ Ես ուտում եմ ձեր գաթան, իսկ մենք ձեզ մոտեցնում ենք Եվրոպա առանց վիզայի ռեժիմին։ Մարտակոսի խոսքով Հայաստան-Եվրամիություն համագործակցության ամրապնդումը պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների վրա՝ ժողովրդավարության, խաղաղության ու փոխադարձ վստահության։ Մենք նաև աջակցում ենք ձեր կառավարությանը հակակոռուպցիոն բարեփոխումների, միգրացիայի կառավարման եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում։ Սրանք բոլորը անհրաժեշտ պայմաններ են եւ երբ դրանք ապահովվեն, Հայաստանի քաղաքացիները կկարողանան Եվրոպա ճանապարհորդել առանց վիզայի։ Շիրակի պետական համալսարանում ունեցած ելույթի ժամանակ հանձնակատարը ընդգծել է, որ Հարավային Կովկասը կանգնած է պատմական փոփոխությունների շեմին։ Տասնամյակներ շարունակ տարածաշրջանը բնորոշվել է փակ սահմաններով եւ չկարգավորված հակամարտություններով, սակայն այսօր ստեղծվում են նոր հնարավորություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարով։ Ձեր տարածաշրջանը կարող է դառնալ կայունության կղզի, պատմական հնարավորություններ են առաջանում։ Խաղաղության համաձայնագրի հեռանկար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, սահմանների վերաբացում, տրանսպորտային եւ առևտրային ուղիների վերակենդանացում, որոնք Թուրքիան Հայաստանի միջոցով կապում են Ադրբեջանին եւ հետագայում Կենտրոնական Ասիային։ Հատուկ ուշադրություն է հրավիրվել Հայաստանի աշխարհագրական դիրքի եւ օդային տարածքի ռազմավարական նշանակությանը, վերջին տարիներին աշխարհաքաղաքական լարվածությունների եւ մի շարք ավանդական առևտրային երթուղիների սահմանափակման պայմաններում Հայաստանի օդային միջանցքը ավելի տեսանելի է դարձել Եվրոպայի եւ Ասիայի միջև կապերի պահպանման տեսանկյունից։ Անցյալ շաբաթ գերմանական մի թերթ հրապարակել էր քարտեզ, որը ցույց էր տալիս Եվրոպայի եւ Ասիայի միջև մնացած սակավաթիվ օդային ուղիները։ Գլխավոր երթուղին անցնում էր Հայաստանի վրայով, այսինքն երկնքում միջանցքն արդեն գոյություն ունի, իսկ ցամաքում այն սկսում է ձևավորվել։ Չի կարելի Չինաստանից Ռուսաստանով կամ Ռուսաստանի վրայով թռչել դեպի Եվրոպա։ Առևտրային ուղիները փակվել են։ Այժմ խնդիրներ կան նաեւ Մերձավոր Արևելքում, ուստի ձեր աշխարհագրական դիրքը շատ շահավետ է։
Բարդ աշխարհում այլընտրանքներ փնտրող Եվրոպան Հայաստանից իր շահերն ունի։ Աշխարհակաղակական լարվածությունների եւ ավանդական առևտրային ուղիների սահմանափակման պայմաններում Եվրոպայում ավելի ու ավելի է կարևորվում Եվրոպա-Ասիա հաղորդակցությունների նոր ու հուսալի միջանցքների որոնումը։ Այս ընդհանուր շահը վերջերս ինձ նկարագրել է Եվրոպական տրանսպորտային ընկերության ղեկավարը։ Նա ասաց, որ նախկինում բեռնարկղեր էր ուղարկում Չինաստանից Եվրոպա, Ռուսաստանից անցնող ճանապարհով, բայց այսօր, ինչպես արդեն նշեցի, այդ երթուղին փակ է։ Այժմ նաև Մերձավոր Արևելքում անկայունություն կա եւ բիզնեսի ուղերձը պարզ է։ Տվեք մեզ հուսալի այլընտրանքային միջանցք Եվրոպայի եւ Ասիայի միջև եւ առևտուրը կգա։ Հենց այս համատեքստում է Եվրոպական միությունը շարունակում աջակցել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին։ Ահա թե ինչու ենք աշխատում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանային անցակետերի արդիականացման վրա եւ վերանորոգում ենք էլեկտրացանցերը ու կառուցում ավելի ամուր էներգետիկ կապեր ամբողջ տարածաշրջանում։ Դրանք կարող են խթանել ներդրումների ներհոսքը, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ ամրապնդել Հայաստանի տնտեսական կայունությունը, միաժամանակ ապահովելով Եվրոպայի համար նոր լոգիստիկ հնարավորություններ այս բարդ եւ փոփոխվող աշխարհում։ Բայց մենք միասին աճում ենք ոչ միայն տնտեսական կապերի միջոցով, հայերը ընտրել են ժողովրդավարական ուղին, ասում է Մարտակոսը։ Դուք եք ընտրել այդ ճանապարհը։ Դա բնականաբար ձեզ մոտեցնում է Եվրոպային, որովհետև Եվրոպան ավելի շատ սահմանվում է ժողովրդավարական արժեքներով եւ քաղաքական ընտրություններով, քան միայն աշխարհագրությամբ։ Եվրոպական ժողովրդավարությունները աճող ճնշումների են ենթարկվում, իսկ ավտորիտար ռեժիմները ապատեղեկատվության եւ արտաքին ֆինանսական միջամտության միջոցով փորձում են ազդել ընտրական գործընթացների վրա։ Որպես օրինակ, հանձնակատարը նշում է Ռուսաստանի կողմից Մոլդովայում արձանագրված միջամտության փորձերն ու խորհուրդ տալիս հայերին։ Իմ խորհուրդը ձեզ ներգրավվեք ժողովրդավարության մեջ, թե ում համար եք քվեարկում, իհարկե ձեր ընտրությունն է, բայց ընտրությունների ամբողջականության, ձեր ժողովրդավարության եւ վերջի վերջո ձեր ապագան ինքնուրույն ընտրելու ազատության պաշտպանությունը մի բան է, որի համար արժե պայքարել։ Հանձնակատարի խոսքով կրթական եւ գիտական համագործակցությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար կարևոր ուղղություններից է։ Erasmus+ եւ Horizon Europe ծրագրերի շրջանակում հայ ուսանողներն ու գիտնականները հնարավորություն են ստանում ուսանել եւ հետազոտություններ իրականացնել եվրոպական երկրներում, իսկ եվրոպացի երիտասարդներն ու մասնագետները գալիս են Հայաստան։ Շիրակի պետական համալսարանն այսօր էլ մեջ գրաված է Erasmus+ ծրագրի աշխատանքներում, ինչը հնարավորություն է տալիս մեր քույր ուսանողներին ու աշխատակիցներին իրենց ուսումնառությունն ու դասախոսական աշխատանքը տարբեր ժամանակահատվածներում իրականացնելու Լիսաբոնի, Գրանադայի, Վալյադոլիդի, Տիմիշոարայի, Սուչավայի եւ Յասի գործընկեր համալսարաններում։ Մենք իսկապես ակնկալում ենք գիտակրթական ոլորտներում հետագա համագործակցության զարգացում եւ խորացում Եվրամիության համալսարանների, կրթօջախների եւ հետազոտական հաստատությունների հետ։ Հանդիպման ավարտին Շիրակի պետական համալսարանի ուսանողները եւ քաղաքասարակության ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել մասնակցել հարց ու պատասխանի ձևաչափով քննարկմանը, ուղղելով իրենց հետաքրքրող հարցերը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Տիկին Կոսի այցը Հայաստան եւ նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու Հայաստան-Եվրամիություն համագործակցության հարուստ օրակարգը, որը հետևողականորեն շարունակում է ընդլայնվել։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այսօրվա հանդիպմանը ցանկանում է լսել նաեւ Տիկին Կոսի տպավորությունները երկկողմ գործընթացների վերաբերյալ եւ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը։ Վարչապետը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները, ամրապնդելու օրենքի գերակայությունը եւ զարգացնելու ինստիտուցիոնալ կարողությունները։ Մարթա Կոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ Եվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները եւ դրանց ուղղությամբ դրսեւորվող քաղաքական կամքը։ Նա ընդգծել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանին երկկողմ համագործակցության մասնավոր
մասնավորապես բարեփոխումների օրակարգին, Հայաստանի քաղաքացիականությանն ու զանգվածային լրատվամիջոցներին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգի ընթացքը, տնտեսական եւ ներդրումային ծրագրերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Մարտակոսը շեշտել է Եվրամիության լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերին։ Կողմերը կարևորել են շարունակական բարձր մակարդակի երկխոսությունը եւ համագործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերի հետեւողականությունը։ Նորություն ունենք, որը նախկինում չենք ունեցել։ Ֆոտոէֆեկտի Սարգն Օհանավանի դպրոցում ստացած նոր գույքից մեկն է միայն հիմնանորոգումից հետո այստեղ ձևավորվել են նոր ժամանակակից լաբորատորիաներ։ Ունենք այնպիսի լաբորատորիա այսօր, որ ես կերազայի ժամանակին ունենալ։ 50-ամյա փորձով ուսուցչի համար նոր սարքերը միջոց են աշակերտներին ֆիզիկայով այսպես ասած վարակելու համար։ Ասում է դասերը հիմա ավելի հետաքրքիր են, ավելի արդյունավետ։ Չեմ կարծում, որ ցուցադրական փորձից ավելի լավ բան կարող է լինել այդ մոտիվացիան ստեղծելու, երբ աշակերտը ինքն իր աչքով տեսնում է այն, ինչ տեսությունը գրված է գրքում։ Լաբորատորիաներն անհրաժեշտ չափանիշներին համապատասխանեցնելու համար դպրոցում 9000-ից ավելի միավոր գույք են ստացել, սկսած ծորակ կոլբաներից մինչև 4-500 000 դրամանոց սարքեր։ Պետությունը կրթական այսպիսի միջավայր ստեղծելու համար դպրոցի կառուցման ծախսից զատ ավելի քան 15 միլիոն դրամ գումար է ներդրել։ Մենք այս լաբորատոր սարքավորումների մեջ եւս ունեինք այնպիսի սարքավորումներ, որոնց գործածությունը մեր ուսուցիչների համար էր դժվարություն։ Ի բարեբախտություն մեզ անմիջապես նախարարության համապատասխան բաժնի միջոցով կազմակերպվեց սեմինար, դասընթաց, որի արդյունքում բոլոր սարքավորումները արդեն գործածում ենք։ Վերապատրաստումներից բացի ուսուցիչներին լաբորատոր սարքերը հավաքելու, դրանք օգտագործելու ձեռնարկներն են օգնել։ Մենք հիմա ակվարիումն ենք ուզում հավաքենք ու ձկներ աճեցնենք դրա մեջ ու ակվարիումի հավաքելու հետ կապված կան տեխնիկական մոտեցումներ, որոնք մենք օգտվում ենք այդ ձեռնարկի։ Ակվարիումն է այդ ձեռնարկը ձեզ ընդհանուր։ Պատկերացրեք շատ հագեցած ձեռնարկ է ինքը եւ բավականին մանրամասն ներկայացնում է, որ սարքը ինչպես կարելի է օգտագործել։ Ակվարիումը հավաքելու օգնության առաջարկս միանգամից է մերժվում։ Նախագծային աշխատանք է, աշակերտների հետ գլուխ կհանեն։ Առանց ճիշտ ռեակցիայի անհնար է որևէ խնդիր լուծել, իսկ այս ամենը տեսնելով արդեն մետաղը տեսնելիս մենք հասկանում ենք փոխազդեցություն տեղի կունենա, թե տեղի չունենա ու արդյունքում գտնում ենք, այսպես ասած, խնդրի բանալի։ Սոֆիան այս տարի կավարտի դպրոցը, որոշումը կա բժիշկ է դառնալու։ Հունվարին է մասնակցել ընդունելության քննության, բուհի համար անհրաժեշտ միավորներն արդեն ունի, բայց այս ընթացքում դպրոցում նպատակային ուսուցման ժամանակ շարունակում է քիմիայի դասերը, գրանցած արդյունքը քննության երկրորդ փուլում բարելավելու համար։ Հարավային Կովկասում ձևավորվում է նոր իրականություն։ Միացյալ Նահանգների հետախուզական ծառայության հրապարակած տարեկան զեկույցում նշվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համար իրական հնարավորությունը ստեղծված է։ Օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովը երկու երկրի համար ստեղծել է հնարավորություն հասնելու կայուն խաղաղության եւ նպաստել տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Գագաթնաժողովի արդյունքներով ձեռք է բերվել խաղաղության պայմանագրի պայմանների շուրջ նախնական համաձայնություն։ Զեկույցում նշվում է նոր նախաձեռնությունը թրիփը կարող է ակտիվացնել տարածաշրջանը։ Նախատեսվում է ստեղծել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից կառավարվող միջազգային խաղաղության եւ բարեկեցության Թրամփի ուղի TRIP, որը Հայաստանի հարավով կմիացնի Ադրբեջանը Նախիջևանի հետ բացելով առևտրային հոսքեր երկու երկրի եւ ամբողջ տարածաշրջանի համար։ Եթե գործընթացը հաջողվի, Հայաստանը կարող է վերածվել տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի, ստանալով տնտեսական իրական օգուտներ, զեկույցը մեկնաբանում է փորձագետը։ Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը հավաքագրել է այն ամենը, ինչը գոյություն ունի այս պահին եւ ընդհանրական գնահատական է տվել, կոնկրետ բացահայտելով այն բաղադրիչները, որոնք ազդեցություն ունեն այդ ձևավորված իրավիճակի վրա, դա թե Ռուսաստանի ազդեցության նվազումն է, բայց միևնույն ժամանակ որոշակի հնարավորությունների պահպանումը, թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի որոշակի դանդաղումը կապված օրինակ Ադրբեջանի կողմից սահմանադրության փոփոխության պահանջի հետ, թե Իրանում պատերազմն է, թե Հայաստանի ջանքերն են խաղաղություն հաստատել եւ բացել ենթակառուցվածքները։ Այսինքն Միացյալ Նահանգները
հետախուզական ծառայության զեկույցը ամբողջացնում է պատկերը, որը գոյություն ունի այս պահին Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։ Զեկույցը հիշեցնում է վերջին տարիների բարդ իրադարձությունները, սակայն ընդգծում ներկայի փուլը փոխել է իրավիճակը։ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ձևավորվում է նոր տրամաբանություն, ռազմականից դեպի քաղաքական եւ տնտեսական։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հրադադարի խախտումները կտրուկ նվազել են եւ այժմ գրեթե չեն արձանագրվում։ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը հանել է իր տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները, քայլ, որին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց մի քանի օր անց։ Այդ պահից ի վեր Ադրբեջանը մատակարարել է բենզին եւ թույլատրել է ցորենի տարանցիկ փոխադրումներ դեպի Հայաստան։ Սա արդեն վստահության ձևավորման փուլ է, տնտեսական փոխկապվածությունը կարող է ամրապնդել խաղաղությունը, ընդգծում են փորձագետները։ Չնայած դրական տեղաշարժերին, գործընթացը դեռ ամբողջությամբ ավարտված չէ։ Զեկույցը նշում է, կան քաղաքական հարցեր, որոնք պահանջում են լուծում։ Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս առկա են խոչընդոտներ, մասնավորապես նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը հեռացնելով այն դրույթը, որը նրա ձևակերպմամբ Ղարաբաղը ներկայացնում է որպես Հայաստանի մաս։ Այդ քայլը պահանջում է սահմանադրական հանրաքվե, որի արդյունքը կանխորոշված չէ։ Թեև այնտեղ չի ծավալվում հետախուզական ծառայությունը կամ գուցե այդ մասը փակ է եւ չի հրապարակվել, թե ինչի կհանգեցնի դա, որ սահմանադրական փոփոխությունները տեղի չունենան Հայաստանում, բայց իրականում պետք է նշել, որ շատ մեծ է հավանականությունը, որ Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը նաեւ այս դեպքում այնուտրանքային զարգացումները հաշվարկել է։ Այսինքն կարելի է նշել, որ Միացյալ Նահանգները բավական լուրջ է վերաբերվում համագործակցության այս ծրագրերին եւ փորձում է հասկանալ, թե տարբեր այլընտրանքային զարգացումների դեպքում ինչ հնարավորություններ կան եւ Միացյալ Նահանգները ինչպես կարող է իր շահերը շարունակել իրացնել։ ԱՄՆ հետախուզությունը նաև ընդգծում է հետխորհրդային տարածքում տարածաշրջանային զարգացումները հատկապես հարավային Կովկասում եւ կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի համար ստեղծում են ինչպես մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ։ Տարածաշրջանը պարունակում է կարևոր ռեսուրսների զգալի պաշարներ, այդ թվում կրիտիկական հանքանյութեր, նավթ եւ գազ։ Գոյություն ունեն նաեւ հնարավորություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներդրումների համար դիվերսիֆիկացված տրանսպորտային միջանցքների զարգացման ուղղությամբ, որոնք կապում են Եվրասիական մայրցամաքը համաշխարհային շուկաների հետ եւ ստեղծում առևտրային նոր հնարավորություններ։ Սակայն այս երկրների զգալի մասում Ռուսաստանի քաղաքական եւ տնտեսական ազդեցությունը խոչընդոտում է նահանգների մասնավոր հատվածի ներգրավվածությանը, ընդգծում է զեկույցը։ Ռուսաստանը ունի ներուժ եւ հենց այն, որ մենք խոսում ենք հիբրիդային գործողությունների մասին, հենց այդ ներուժի մասին է վկայում Ռուսաստանը այդ միջոցներով Հայաստանի նկատմամբ այժմ որոշակի ազդեցություն է պահպանում։ Նույնը կարելի ասել Ադրբեջանի մասին։ Այնուամենայնիվ Միացյալ Նահանգների հետախուզության զեկույցում նշված է, որ չլուծված հակամարտություններով տարածաշրջաններում էսկալացիայի ռիսկերը պահպանվում են։ Այսպիսով Միացյալ Նահանգների հետախուզությունը փաստում է, խաղաղության հնարավորությունը կա, սակայն հարավային Կովկասում կայունությունը կախված է ոչ միայն համաձայնագրերից, այլև քաղաքական կամքից եւ սթափ հաշվարկներից։ Վոլոդիա Մուշեղյան, Ռոմիկ Խաչատրյան։ Միացյալ Նահանգները չի պատրաստվում զորքեր ուղարկել Իրան, Ճապոնիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում կրկնել է Դոնալդ Թրամփը։ Եթե նման բան ցանկանայի անել, ձեզ անշուշտ չէի ասի, բայց այդպիսի մտադրություն չունենք, լրագրողներին ասել է Սպիտակ տան ղեկավարը։ ԱՄՆ նախագահը նաև բարձր է գնահատել այն փաստը, որ Տոկիոն աջակցում է Վաշինգտոնին Իրանի հարցում եւ մեծացնում իր կարողությունները։ Ի տարբերություն ՆԱՏՕ-ի, շեշտել է Թրամփը։ Նա տեղեկացրել է, որ զգուշացրել է Բենյամին Նեթանյահուին իրանական նավթագազային օբյեկտների թիրախավորման անթույլատրելիության մասին, եւ Իսրայելը խոստացել է դադարեցնել նման հարվածները։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիտին էլ հայտարարել է, որ միայն Թրամփը կարող է խաղաղություն հաստատել աշխարհում։ Իրանի շուրջ զարգացումներին է անդրադարձել Բենյամին Նեթանյահուն, հաստատելով, որ Վաշինգտոնը տեղյակ չի եղել իրանական էներգետիկ ենթակառուցվածքին իսրայելական հարվածի մասին։ Իսրայելի վարչապետը նշել է, որ Դոնալդ Թրամփի խնդրանքով այլևս չեն թիրախավորի Իրանի հանքավայրերը։ Նեթանյահուն հավելել է, որ Իսլամական Հանրապետությունն արդեն չունի ուրան հարստացնելու կամ բալիստիկ հրթիռներ արտադրելու կարողություն, իսկ իրենք շարունակում են պայմաններ ստեղծել, որ իրանցի ժողովուրդը կարողանա ավելի լավ ապագա կերտել։ Նա նաև չի բացառել Իրանում ցամաքային գործողության հնարավորությունը։
Միացյալ Նահանգները կարող է իր ռազմավարական պահուստներից նավթի լրացուցիչ պաշարներ հանել գների աճը զսպելու համար, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։ Սքոթ Բեսենթը նշել է, որ խոսքը 172 միլիոն բարել նավթի մասին է, սակայն մատակարարումների մեկնարկի հստակ ամսաթիվ դեռևս չկա։ Նախարարը նաև հայտնել է, որ Վաշինգտոնը շուտով կարող է չեղարկել ծովում նավարկող լցանավերում գտնվող իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները։ Այս դեպքում էլ խոսքը մոտավորապես 140 միլիոն բարելի մասին է։ Սքոթ Բեսենթի խոսքով, եթե պատժամիջոցները ուժի մեջ մնան, ամբողջ նավթը ձեռք կբերի գլխավորապես Չինաստանը, այն էլ զեղչված գներով։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանի վրա հարձակումները եւ Իսլամական Հանրապետության գործողությունները տարածաշրջանի երկրների դեմ անընդունելի են, սակայն Հական Ֆիդանի համոզմամբ տարածաշրջանում ճգնաժամի հիմնական մեղավորը Իսրայելն է։ Այդ հարձակումները սադրել է Իսրայելը դեռ Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների փուլում։ Դա ոչ միայն վերածել է մեր տարածաշրջանը պատերազմական գոտու, այլև խաթարել է համաշխարհային կայունությունը, շեշտել է Ֆիդանը Կատարի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա հավելել է, փորձում են անել հնարավորը, որ պատերազմը չընդլայնվի։ Կատարի վարչապետ եւ արտգործնախարար Մոհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին էլ հայտարարել է, որ Իրանի գործողությունները խաթարել են Պարսից ծոցի արաբական պետությունների վստահությունը եւ հիմա այն հարկավոր է վերականգնել։ Նա կոչ է արել Թեհրանին անհապաղ դադարեցնել հարևան երկրների վրա հարձակումները։ Պաշտոնյան դատապարտել է Կատարի էներգետիկ օբյեկտների թիրախավորումը։ Դրանք մեր ժողովրդի եկամտի աղբյուրն են, նման ենթակառուցվածքներին հարվածներն ազդում են միլիոնավոր մարդկանց վրա ամբողջ աշխարհում, հավելել է նա։ Ալ Թանին ընդգծել է ընդհանուր առմամբ դեէսկալացիայի հասնելու կարևորությունը։ Կատարի արտգործնախարարը նախազգուշացրել է, իրենց իրավունք են վերապահում արձագանքելու իրանական հարձակումներին բոլոր հասանելի օրինական միջոցներով։ Վոլոդիմիր Զելենսկին հերավար ելույթ է ունեցել Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպմանը, որտեղ Հունգարիայի եւ Սլովակիայի պատճառով հետաձգվել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի աջակցության տրամադրումը։ Զելենսկին նշել է, Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթն էլ փակուղում է հայտնվել, ինչը եւս թուլացնում է Մոսկվայի վրա ճնշումը։ Իսկ Վաշինգտոնը մեղմացրել է որոշ պատժամիջոցներ, դա որոշ չափով հարստացնում է Ռուսաստանի ռազմական բյուջեն, մտահոգություն է հայտնել Ուկրաինայի նախագահը։ Նա հավելել է, վերջերս ԱՄՆ-ից ազդանշաններ ստանում Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավոր վերսկսման մասին, որոնք դադարեցվել են Մերձավոր Արևելքում զարգացումներով պայմանավորված։ Սակայն գլխավոր հարցն այն է, թե ինչ տրամադրվածությամբ կմոտենա բանակցություններին ռուսական կողմը։ Կարևոր է թույլ չտալ, որ Մոսկվան զգա, թե ուժեղ դիրքում է, շեշտել է Զելենսկին։ Նախագահի խոսքով Ռուսաստանը նկատում է հոփրթիռների ակտիվ կիրառումը Մերձավոր Արևելքում եւ կարող է մտածել, որ այդ ֆոնին Ուկրաինան ավելի քիչ աջակցություն է ստանալու։ Զելենսկին նաեւ տեղեկացրել է, որ չնայած Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների զբաղվածությանը մարտի 21-ին Կիևի բանակցային թիմը կլինի Վաշինգտոնում, քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հարցը։ Դիանա Գասպարյան, Ինքնասպանության փորձ անող տղամարդու եւ միայնակ տանտիրուհու մասին տրագիկոմեդիայի Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում Հայկ Հակոբյանի «Չմոտենաք ինձ տիկին» պիեսի բեմադրությունը ռեժիսոր Արմեն Դալաքյանի առաջին աշխատանքն է Գավառի թատերախմբի հետ, նաեւ առաջին քայլերն անող երիտասարդ դերասանների ներգրավմամբ։ Ի սկզբանե գործում, երբ որ գործը ուսումնասիրեցի, հիմնականում հերոսները երկուսն են, քանի որ մեր թատրոնը բավականին մեծ թատրոն է եւ ունենք բավականին դերասաններ, փորձեցի մի քիչ շեղվել պիեսից եւ ավելացնել կերպարներ, որտեղ ներգրավեցի թատրոնի հիմնական կազմին։ Հարիվանու կերպարն ինձ վստահել ռեժիսորը, ի սկզբանե շատ փոքրիկ դերեր, բայց հետո մենք տեսանք, որ հետաքրքիր է դառնում ու սկսեցինք զարգացնել, ավելացնել։ Թատրոնում իմ առաջին մեծ պրեմիերան է եւ վստահ եմ, որ այս ներկայացումը սիրվելու է հանդիսատեսի կողմից, քանի որ բեմում են իրենց գործի գիտակ ու վարպետ դերասաններ եւ ուրախ եմ, որ ունեմ որպես այս արվեստում առաջին քայլերն անող դերասան աշխատելու հենց այս արտիստների հետ, սովորելու շատ բան ունենք։ Պիեսի հերոսը տարբեր կանանց հետ ունեցած վտանգավոր եւ միաժամանակ զավեշտալի իրավիճակներից հոգնած որոշում է ինքնասպանություն գործել, սակայն այդ նպատակով միայնակ կնոջ տուն ներխուժելը դառնում է նախորդ պատմությունների շարունակությունը։ Դեկուն ինչու չեք զգուշացնում, որ դուք ապրում եք առաջին հարկում։
կերպարը կամաց-կամաց դեռ բացվելու տեղ ունի, որովհետև աշխատանքի ընթացքում այն ինքը կամաց-կամաց նոր գույներ բերում, հետաքրքիր դառնում։ Հիմա իհարկե կերպարը որոշ չափով արդեն ստացված է, փորձում ենք հանդիսատեսի դատին արժանացնել եւ նաեւ կհասկանանք արդեն հանդիսատեսի կապը դերասանի հետ եւ կսկսենք արդեն ավելի հետաքրքիր ու գեղեցիկ գույներ բերել։ Առաջնա խաղը հանդիսատեսն ընդունում է ոգևորությամբ։ Կատակերգական այս ներկայացումն աշխատանքային օրվա ավարտին լիցքաթափվելու եւ բարձր տրամադրությամբ տուն վերադառնալու հնարավորություն է։ Շատ հետաքրքիր էր, թարմ էր, նոր էր, ինչպես ամեն անգամ, այս անգամ եւս հիացած ենք մեր թատրոնի ողջ ազնագազմի կողմից տարված աշխատանքով, անհամբերությամբ սպասում ենք գալիք ներկայացումներին։ Ամեն անգամ ինձ շատ ավելի հաճելի է դիտել կատակերգություն այս ժանրի մեջ, քանի որ կարծում եմ շատերի համար հաճելի է, քանի որ դա այսպես ասած հնարավորություն է կատարվել մի փոքր իրականությունից, թուլանալ եւ վայելել այդ ոճի մեջ ներկայացված որևիցե թատերական ստեղծագործություն եւ այս անգամ իսկապես մեծ բավականություն ստացանք, զվարճացանք։ Քալանթարցիների «Չմոտենաք ինձ տիկին» տրագիկոմեդիան ապրիլի 25 կներկայացվի նաև Վանաձորցի թատերասերներին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան։ Ինչպես նախորդ տարիներին 2025 թվականին եւս Սյունիքում ճանապարհաշինական ծրագրերը չեն դադարել իրագործվել։ Միայն նախորդ տարի պետբյուջեի միջոցներով հիմնանորոգման նպատակով ծախսվել է 11.8 միլիարդ դրամ։ Սյունիքի մարզում 10 ճանապարհահատված է հիմնանորոգվել ընդհանուր 62.7 կիլոմետր երկարությամբ։ Ըստ ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի 10 ծրագրերից 3-ականը իրականացվել է Սիսիանի տարածաշրջանում եւ Տաթև համայնքում։ Ճանապարհաշինական 2-ական նախագիծ էլ 2025-ին կյանքի է կոչվել Գորիսում եւ Մեղրիում։ Ճանապարհներից 3-ը եղել են միջպետական, 7-ը տեղական նշանակության ծրագրեր։ 25 թվականին ավարտին է հասցվել Որոտանքոտ ճանապարհը, 25 թվականին սկսել եւ ավարտվել է Վերիշեղ Պոզնավար 18 կիլոմետր 300 մետր երկարություն ունեցող ճանապարհը, Խնձորեսկի ճանապարհը մոտ 10 կիլոմետր երկարությամբ, Շինուհայրի միջով անցնող ճանապարհը մոտ 20 կիլոմետր երկարությամբ դեպի Սատանիկ Անուշ գնացող, նաև Տաթև համայնքի տարածքում կառուցել ենք Հարժիս գյուղի ճանապարհը, որը գրեթե 50-ականներից ի վեր չէր վերանորոգվել։ Հիմնանորոգված, կառուցված ու բարեկարգված ճանապարհները մշտադիտարկվում են եւ թերություններ բացահայտվելու դեպքում շտկվում, նշում է Էդգար Ֆրանգուլյանը։ Բոլոր պայմանագրերի շրջանակներում բոլոր ճանապարհների պարագայում գործում է 3 տարի երաշխիք եւ 3 տարվա ընթացքում եթե թերությունների հայտ են գալիս եւ մեր կողմից ֆիքսվում են, դրանք կապալառուի սեփական միջոցների հաշվին վերացվում են։ Սյունիքում 2020 թվականից ի վեր շինարարական բում է, 2025 թվականը վառ օրինակ 26-ին էլ նույն տեմպով կշարունակվի, նշում են ճանապարհային դեպարտամենտից։ Ներկայիս դրությամբ արդեն իսկ որ պարզ է, որ պետք է շինարարական աշխատանքներ իրականացվի, թվով 10 ճանապարհահատված է, 10 ճանապարհահատված է, Սիսիանի տարածաշրջանում 6 ճանապարհ, Գորիսի տարածաշրջանում 3 ճանապարհ, Կապանի տարածաշրջանում 1 ճանապարհ, նաև այս տարի Մեղրու տարածաշրջանում նախատեսվում է իրականացնել դեպի Նռնաձոր մոտեցնող ճանապարհի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները։ Նռնաձորը փուլային է եղել, առաջի փուլով կատարել ենք հողային աշխատանքները եւ այս տարի արդեն նախատեսում ենք ասֆալտապատել այդ ճանապարհահատվածը։ 26 թվականի պետբյուջեով իրականացվող ճանապարհաշինական 10 ծրագրերից 2-ի շինարարական աշխատանքների կապալառուներն արդեն իսկ հայտնի են եւ մոտ ապագայում գործը կսկսվի։ Մյուսները առայժմ նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման փուլում են։ Կապանում այս տարի իրականացնելու ենք 63 ներքին հանք մոտեցնող ճանապարհը։ Սիսիանի տարածաշրջանում այս տարի հիմնանորոգվելու է Շամ գյուղ մոտեցնող ճանապարհը, Որոտան գյուղ մոտեցնող ճանապարհը, որոնք արդեն շինարարական մրցույթները կայացել են, կապալառուները հայտնի են։ Ունենք Շաղատ Բալակ Մուցկ ճանապարհը Սիսիանի տարածաշրջանում, Անգեղակոտ Շաղատ Մուցկ ճանապարհը Սիսիանի տարածաշրջանում, Գորիսի տարածաշրջանում ունենք խոշոր ծրագիր, մոտ 21 կիլոմետր երկարություն ունեցող Խնածաղ Վաղատուր ճանապարհի մասին է խոսքը, որը Խնածաղ
գյուղը միացնելու է անցյալ տարի կառուցված Վերիշեր Խոզնավար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհին։ Սյունիքում 2025 թվականին հիմնանորոգումից բացի կատարվել են նաև 26.7 կիլոմետր ընդհանուր երկարությամբ 3 ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքներ, ինչպես նաև շարունակվում է հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր ճանապարհահատվածի կառուցումը։ Հերմինե Միքայելյան, Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություն էին ստացել, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արմավիրի մարզի ապագա գյուղի վարչական տարածքում իրականացնում է ավազակոպճագլաքարային խառնուրդի ապօրինի դուրսբերում, վերամշակում, տեսակավորում եւ արդյունահանում։ Տեղեկությունը ստուգելու նպատակով մարտի 17-ին նշված տարածք մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են խառնուրդով բեռնված եւ առանց բեռի բեռնատարներ, ինչպես նաեւ թրթուրավոր էքսկավատոր։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը տևական ժամանակ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ, խառնուրդները տեղափոխում է ապագա բնակավայրի վարչական տարածքում գտնվող ավազի լվացման կետ, որտեղից էլ իրացնում դրանք, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Վարորդները ձերբակալվել տեղափոխվել են Վաղարշապատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված ոստիկանության բացատրական աշխատանքները շարունակվում են։ Մարտի 10-ին Կոտայքի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք զինամթերք է թողնում Հրազդանի Կաքավաձոր թաղամասում։ Նշված վայրում հայտնաբերվել է Կալաշնիկովի ինքնաձիգ, ողորկափող հրացան, 2 ատրճանակ, մոտ 600 փամփուշտ եւ զինամթերք։ Մարտի 13-ին Շիրակի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում 112 զանգած քաղաքացին տեղեկացրել է, որ զենք զինամթերք է թողել Երազգավորսկ գետ ավտոճանապարհին։ Հայտնաբերվել է ատրճանակ, տարատեսակ 71 փամփուշտ եւ զինամթերք։ Ոստիկանությունը կրկին հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք զինամթերքը։